Նա է գրում ինձ, թե ես եմ գրում իմ հարազատին, ինքս էլ չգիտեմ։ Արդյոք քեզ երբ եմ տեսնելու, ձմեռ ու ամառ, աշուն ու գարուն, իսկ ուր է տարվա մեր եղանակը, այն 5-րդ։ Նա է գրում ինձ, թե ես եմ գրում իմ հարազատին, ինքս էլ չգիտեմ։ Դու նկատել ես, ձմեռ ժամանակ անհնարին է անցնել անտառի այն ծանոթ տեղով, որով անցել ես ամռան օրերին, քանի որ ցրտից սաստիկ կուչ գալով ու ձյան բեռան տակ ճկվելով խղճուկ ոստ ու ճյուղերը փակում են ճամփատ, իսկ մթնշաղին կամ աղջամուղջին ճանկրում են դեմքդ, աչքից սպառնում։ Ես քայլում էի աղջամուղջի մեջ ու քայլում էի նաև մտածիր արդյոք, մտամփոփ արդյոք, միթե նույնը չէ։ Ու ես հասկացա, որ երբ ուզված ենք, մենք թաքցնում ենք մեր խեղճ ձեռքերը, երբ անվստահ ենք, մենք թաքցնում ենք մեր խեղճ ոտքերը, իսկ երբ են մարդիկ թաքցնում դեմքը, գուցե ամոթից, ես չեմ ամաչում իմ սիրո համար, գուցե կարոտից, ես ուզում եմ քեզ տեսնել բաց աչքով, գուցե ճանկրտող ճյուղերից այս չար, որ ճկում է ինձ և ստիպում է կուչ գալ խեղճորեն, կուչ գալ եմ ուզում քո թևերի տակ։ Նա է ավարտում, թե ես նրա տեղ ինքս էլ չգիտեմ։ Իմ այս հարցերին մի պատասխանիր, բայց պատասխանիր լոկի մեկ հարցին։ Գարունը անցավ, ես քեզ չտեսա, ամառը անցավ, ես քեզ չտեսա, աշունը անցավ, չտեսա ես քեզ, ձմեռն էլ կանցնի, չեմ տեսնի ես քեզ, իսկ ուր է տարվա մեր եղանակը, այն 5-րդ, միթե չի